Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան հակամարտության այս լարված ֆոնին իրականում շատերին է հետաքրքրում, թե ինչից եւ մասնավորապես երբ է սկսվել այս հակամարտությունը։ 1953 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան աջակցեցին հեղաշրջմանը Իրանում, տապալելով ժողովրդավարորեն ընտրված վարչապետ Մոհամմադ Մոսադեղին։ Նա նավթարդյունաբերությունը ազգայնացրել էր, ինչը վնասում էր արևմտյան շահերին։ Հեղաշրջումից հետո իշխանությունը ամրապնդեց շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին, որը համարվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը։ Սա Իրանում հակաամերիկյան տրամադրությունների սկիզբ դարձավ։ 1979 թվականին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն, առաջնորդությամբ Ռոհալլա Խոմեյնիի։ Շահը տապալվեց եւ ստեղծվեց Իսլամական Հանրապետություն, որը կտրուկ հակաամերիկյան դիրքորոշում ուներ։ Նույն թվականին իրանցի ուսանողները գրավեցին Թեհրանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը եւ պատանդ վերցրին 52 ամերիկացի դիվանագետների եւ պատանդ պահեցին շուրջ 444 օր։ Այս դեպքից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։ 1980-ական թվականներ Իրանը եւ Իրաքը պատերազմեցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնականում աջակցում էր Իրաքին։ Տեղի ունեցան բախումներ Պարսից ծոցում։ Հակամարտությունը խորացավ ռազմական եւ տնտեսական մակարդակներում։ Միջուկային լարվածություն 2000-ական թվականներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեղադրում էր Իրանին միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ։ 2015 թվականին կնքվեց միջուկային համաձայնագիր Իրանի եւ համաշխարհային ուժերի միջև։ Սակայն 2018 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց խիստ պատժամիջոցները։